Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին պատրաստում ենք ունիվերսալ նմանը չունեցող խմոր։ Այս ունիվերսալ խմորը պատրաստվում է կաթով, ինչի շնորհիվ ստացվում է փափուկ, նուրբ եւ հարմար տարբեր տեսակի թխուկների համար։ Ես այն օգտագործել եմ ինչպես պիցցայի, այնպես էլ խաչապուրի պատրաստելու համար, եւ երկու դեպքում էլ արդյունքն ուղղակի անթերի է ստացվել։ Համապատասխան տարայի մեջ լցնում ենք 150 մլ գոլկատ, 150 մլ ջուր, 2 ձու, 1 թեյ գթալ խմորիչ, կես թեյ գթալ աղ, ինչպես նաև 2 ճաշի գթալ ձեթ։ Թաց բաղադրիչները մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք 450-ից 500 գրամ ալյուր։ Խմոր կարելի է պատրաստել առանց ձեռքերով հունցելու, ինչը շատ հեշտացնում է գործընթացը։ Սիրելիներս, եթե ժամանակ ունեք, խմորը կարելի է պատրաստել երեկոյան եւ դնել սառնարան։ Այն կարելի է թողնել սառնարանում հասունանալու ամբողջ գիշեր, ինչը խմորին տալիս է ավելի լավ կառուցվածք եւ համ։ Կամ կարող եք թողնել տաք տեղ եւ 2 ժամ անց կարելի է թխել տարատեսակ թխուկներ։ Այս բաղադրատոմսը հարմար է ինչպես արագ, այնպես էլ նախապես պլանավորած թխուկներ պատրաստելու համար։ Եվս մեկ առավելություն, այն կարելի է թխել եւ ջեռոցում եւ տապակել ձեթի մեջ։ Այս խմորով կարելի է պատրաստել կարտոֆիլով եւ մսով տարատեսակ կարկանդակներ, կամ իս նման կարելի է թխել պիցցա եւ խաչապուրի։ Տեսեք ինչ խոշոր ծակոտիներով շնչող արտակարգ խմոր ենք ստացել։ Սիրելիներս, պիցցա եւ խաչապուրի ես թխում եմ ջեռոցի մեջ, կարելի է նաեւ թխել տապակի մեջ, ըստ ձեր ցանկության։ Խմորը բաժանում եմ 2 հավասար մասերի, քնդում եմ եւ թողնում եմ հանգստանա եւս 5 րոպե։ Այդ ընթացքում նախապատրաստում ենք պիցցայի եւ խաչապուրու համար նախատեսված բաղադրիչները։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսերը։ Տեսեք ինչ խոշոր փուչիկներով արտակարգ խմոր է ստացվել։ Պարտադիր պահպանեք բաղադրատոմսը, որպեսզի չկորցնեք։ Քերիչի խոշոր անցքերով անց եմ կացնում 400 գրամ լոռի տեսակի պանիր։ Դուք կարող եք օգտագործել ձեր ձեռքի տակ եղածը։ Բացված շերտի կենտրոնում առատ պանիր ենք դնում, ծայրերը հավաքելուց հետո ամրացնում ենք, կարա դեպի ներքև շրջում ենք յուղաթղթի վրա եւ վրան քսում ենք 1 ձվի տեղնուց։ Մի քանի տեղ կտրվածք ենք անում, որպեսզի թխվելու ընթացքում խաչապուրին փուչիկի տեսք չստանա։ Պատրաստում եմ նաև քերած խոզապուխտով պիցցա։ Թխում ենք 200 աշճան տաքացված ջեռոցում մինչև պատրաստ լինելը։ Ահա տեսեք ինչ ախորժելի տեսք ունեցող խաչապուրի եւ պիցցա ենք թխել։ Երկուսն էլ ստացվել են փափուկ եւ անչափ համեղ։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ ունիվերսալ խմորի այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք եւ այս խմորով թխեք տարատեսակ համեղ թխուկներ։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։